Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Տերը հավանում է իր ժողովրդին Սաղմոս 149:4 Ինչ ընդգրկուն է Հիսուսի սերը Չկա իր ժողովրդի բարօրությանը վերաբերող որևէ հարց որը նա հաշվի չի առել կամ չի կարևորել Սիրելի հավատացյալ Նա քո մասին մտածում է ոչ միայն որպես անմահ այլև նաև որպես մահկանացու արարածի Մի հրաժարվիր այդ փաստից և մի կասկածիր դրանում Քո գլխի բոլոր մազերն էլ համարված են Մատթեոս 10:30 Տերով է հաստատվում մարդու գնացքը և նա հավանում է նրա ճանապարհին Սաղմոս 37:23 Մեզ համար ցավալի կլիներ, եթե սիրո այս թիկնոցը չծածկեր մեր բոլոր մտահոգությունները Ինչ խառնաշփոթ կտիրեր մեր կյանքի այն ոլորտներում, որոնք մեր շնորհառատ Տիրոջ վերահսկողության տակ բերված չլինեին Օ հավատացյալ, վստահ եղիր, որ Հիսուսի սիրտը հոգ է տանում քո փոքր հարցերի համար Նրա քնքուշ սերը թույլ է տալիս քեզ դիմել նրան քո բոլոր խնդիրների համար Քանի որ նա կրել է բոլոր այն չարչարանքները, որոնք այսօր դու ես կրում Եվ ինչպես հայրը կգթա իր որդիներին, այնպես գթած է Տերը քո հանդեպ Սաղմոս 103:13 Նրա բոլոր սրբերի ամենաչնչին հոգսերն անգամ ընդգրկված են Աստծո լայն գոգի մեջ Օ ինչ սիրտ է նրա սիրտը, որում ամփոփված է ոչ միայն իր ժողովրդի յուրաքանչյուր անհատը, այլև նրանց բազում և անհամար մտահոգությունները Ով քրիստոնյա, միթե կարծում ես, թե կարող ես չափել Քրիստոսի սերը Մտածիր, թե ինչ է տվել նրա սերը քեզ արդարություն, որդեգրություն, սրբություն, հավիտենական կյանք Նրա բարության ճոխությունը անքննելի է Դու երբեք չես կարողանա ըմբռնել այն, ոչ էլ հասնել դրան Օ Քրիստոսի սիրո լայնությունը Միթե մենք կիսով չափ կհանձնենք մեր սիրտը այսպիսի սիրուն Միթե նա մեր կողմից սառը վերաբերմունքի կարժանանա Միթե Հիսուսի զարմանահրաշ բարեգթությունն ու քնքուշ հոգատարությունը կհանդիպեն մեր տկար արձագանքին Ով իմ անձը, թող քո տավիղը գոհության երգով օրհնաբանի Աստծուն Ցնծությամբ մտիր քո հանգիստը, քանի որ դու լքված թափառաշրջիկ չես, այլ սիրելի զավակ, որին հետևում, խնամում, ապահովում և պաշտպանում է անձամբ Տերը